Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր մեր պատմություն հաղորդաշարի եթերում խոսելու ենք հայդուկային շարժման երևելի գործիչներից մեկի Սև Քարեցի Սաքոյի մասին։ Մենք այս պահին գտնվում ենք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, Սև Քար գյուղում, որտեղ հերոսի ծննդավայրում, հենց Սև Քարեցի Սաքոյի ծննդավայրում խոսելու ենք նրա գործունեության մասին եւ անդրադառնալու ենք մի կարևոր խնդրի, որն է արևելահայ եղբայրների մասնակցությունը արևմտահայերի ազատագրական պայքարին, որը համահայկական գաղափարների արտահայտումներից ամենակարևոր դրսևորումներից մեկն է։ Սև Քարեցի Սաքոն ծնվել է 1870 թվականին Սև Քար գյուղում, որտեղ մենք հիմա գտնվում ենք, եւ հայտնի է նրա հայրանունը եւ իրական ազգանունը Սարգիս Սարիբեկի Ծովանյան, եւ նա 20 տարեկան հասակում որոշում է, որ պետք է անպայման մասնակից լինի հայ ազատագրական պայքարին։ Նա իր գործունեության որոշակի փուլում նույնիսկ սեփական հուշերն է փոխանցել իր գործընկերներին, բանն այն է, որ տպագրվել են նրա հուշերը, որոնք որ ինքը չի գրել, այլ թելադրել է եւ գրի են առել նրա պատմածը եւ փոխանցել սերունդներին, եւ այստեղ նա ներկայացնում է, որ բավական տպավորված է եղել հատկապես 1890 թվականին Սարգիս Կուկունյանի արշավանքից։ Սարգիս Կուկունյանի արշավանքը մի յուրօրինակ դրվագ էր հայ ազատագրական շարժման պատմության մեջ, երբ մի խումբ հայ ուսանողներ Սարգիս Կուկունյանի գլխավորությամբ հայրենասիրական գաղափարներով տոգորված եւ արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության տիրապետությունից ազատելու ցանկությամբ այդ մղումով որոշում են գործողություն իրականացնել եւ ռուսական կայսրության սահմանը անցնելով Օսմանյան կայսրության սահման դեպի մտածում են այդպես արևմտյան Հայաստանում ազատագրման փորձ նախաձեռնել, իբրև պետք է նրանց այդ մուտքը տեղացիների կողմից, արևմտահայ եղբայրների կողմից ողջունվեր եւ հնարավորն էր այդպիսով արևմտահայերի ազատագրումը տեսնել։ Սակայն հայտնի է, որ սահմանի անցման ժամանակ տեղի ունենում բախում, նախ իհարկե զինված խմբի անցումը ռուս սահմանապահներն են դիտարկում որպես վտանգավոր գործողություն է Օսմանյան կայսրության հետ հարաբերությունների լարման պատճառ, որ կարող է դառնալ, եւ հետո երբ որ ռուս սահմանապահների գիծը այնուամենայնիվ հաղթահարում են, իհարկե թուրքական կողմից խիստ կրակ է բացվում եւ նման պայմաններում նահանջում է խումբը եւ ռուս սահմանապահների կողմից ձերբակալվում եւ այնուհետեւ համեմատաբար մեղմ պատիժներով ստանում են աքսոր, մի մասը շատ ավելի արագ ազատ է արձակում եւ ի վերջո բոլորը ազատության են վերադառնում։ Մի մասը օրինակ Սախալին է աքսորվում եւ այլն եւ այլն։ Այսինքն ընդհանուր առմամբ գործողությունը հաջող անվանել դժվար էր, բայց հոգեբանական լուրջ ազդեցություն է ունեցել եւ ահա այդ ազդեցություններից մեկը հենց այն էր, որ Սև Քարեցի Սաքոն ոգևորված էր այդ գործողությունից եւ նա բնականաբար այն մարկանցից էր, ով մտածում է, որ պետք է օգնել արևմտահայ եղբայրներին։ Այդ ժամանակ արևմտյան Հայաստանում սկսվել էր հայդուկային շարժումը։ Հայդուկային շարժումը 1880-ական թվականներից հատկապես այդ տասնամյակի կեսերից սկսած երևույթ էր։ Բանն այն է, որ 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ հայկական հարցը միջազգայնացվել էր, բայց միևնույն ժամանակ արևմտահայերի խնդիրները չէին կարգավորվել, արևմտահայության շրջանում այդ հուսահատ վիճակից գալիս է այն գաղափարը, որ անհրաժեշտ է դիմադրել, զինված դիմադրել լոկալ գործողություններով թուրքական եւ քրդական ավազակախմբերին, օրինակ պաշտոնյաների չարաշահումներին պետք է հակազդել զենք, օրինակ եթե նրանք գալիս են զենքի ուժով, վերցնում են, խլում են հայ շինականների ստեղծած բերք ու բարիքը ունեցվածքը, նախատեսված հարկից ավելի շատ են վերցնում, մի քանի անգամ են վերցնում եւ նմանատիպ գործողություններ են անում։ Հայերի վրա հարձակումներ են գործում, ճնշում են հայերին եւ նման դեպքերում հատկապես թուրքական պաշտոնայությունը եւ քրդական տարբեր ցեղախմբերի
պետեր աչքի էին ընկնում նման գործողություններով։ Որոշում են, որ պետք է նման դեպքերում հակահարված տրվի եւ ինչպես բնութագրում է օրինակ մեր մեծանուն պատմավիպասան եւ ազատագրական շարժման գաղափարախոսներից Ռաֆին, հայդուկները փաստորեն տուն տեղ թողած, սարեր ձորեր ընկած հայ բրիժառուներ էին, առանձին մարդիկ, արևմտահայեր ամենակարևորը, ովքեր որ փաստորեն ֆիքսում էին, որ իրենց գերեզմանը դառնալու է որևէ մի լեռնային տարածություն, այսինքն գիտակցում էին, որ մահապարտի ուղի են ընտրել, եթե կատարում են վրիժառուական գործողություն։ Եվ ահա այս ճանապարհին հայդուկային շարժումը մաքուր արևմտահայկական իրականության արդյունքեր, այսինքն արևմտյան Հայաստանի իրականության պատճառով էր ի հայտ եկել եւ այդ խնդրի վերաբերյալ մենք խոսել ենք օրինակ Գևորգ Չավուշին նվիրված մեր հաղորդման ընթացքում, բայց այստեղ իհարկե մի կողմից ինչպես մեր բոլոր գործիչներն են նշել եւ ինչպես պատմական դեպքերի տրամաբանությունն է հստակ ցույց տալիս, արևմտահայկական այս երևույթը այնուամենայնիվ պետք է արևելահայերի որոշակի աջակցությանն արժանանար։ Այսինքն արևելահայերը պետք է իրենց արևմտահայ եղբայրներին օգնեին, որովհետև գտնվում էին համեմատաբար ավելի բարվոք վիճակում։ Օրինակ ռուսական կայսրության սահմաններում անձ եւ գույքը ապահոված էր ի տարբերություն արևմտյան Հայաստանի։ Մենք օրինակ գիտենք Հովհաննես Թումանյանի խոհերը հայդուկային շարժման մասին, որտեղ նա նշում է, որ ամբողջությամբ այս երևույթը արևմտահայոց երևույթ է, որը չի կարող պաշտպանություն չգտնել արևելահայերի կողմից։ Եվ իհարկե նման պայմաններում պատահական չէ, որ պետք է ի հայտ գան առանձին անհատներ, ովքեր կցանկանան արևմտահայերին օգնել։ Սարգիս Կուկունյանը այդպիսի առաջին վառ օրինակն էր եւ բնական է, որ այդ օրինակից ոգևորված մենք տեսնում ենք Սև Քարեցի Սաքոյի կերպարը եւ նա դառնում է առանցքային դեմքերից մեկը արևելահայ իրականությունից։ Այստեղ իհարկե պետք է նշենք նաեւ Նիկոլ Դումանի անունը, ով արցախյան իրականության մարդ լինելով այս խնդիրների առանցքում էր, էպիկենտրոնում էր եւ մենք պատահական չի, որ մի առանձին հաղորդում նվիրել ենք Նիկոլ Դումանի գործունեությանը։ Սև Քարեցի Սաքոյի գործունեության բուռն շրջանը սկսվում է 1892 թվականից։ Նա արդեն հասցրել էր Դաշնակցության հիմնադիր ղեկավարներից Քրիստափոր Միքայելյանի եւ հատկապես Ռոստոմի հետ շփումներ ունենալ եւ կուսակցության դեմքերից մեկը դառնալ։ Այստեղ կարևոր է նշել, որ Դաշնակցությունն իր առջև խնդիր էր դրել, որ պետք է Պարսկաստանի տարածքի միջոցով դեպի Օսմանյան կայսրություն տեղափոխեն զենք զինամթերք եւ զինատար խմբերի այդ տեղափոխման գործընթացի համար պետք էին մարդիկ, պետք էր որոշակի տեղանք եւ ստացվում է այնպես, որ այդ զինատար խմբերի համար որպես տարանցիկ կետ ընտրվում է Սալմաստի գավառում գտնվող Դերիկի նշանավոր վանքը, որը առավել հայտնի է Սուրբ Աստվածածնի կամ Սուրբ Աստվածամոր վանք անունով։ Եվ հենց այստեղ էլ նա հաստատվում է, հետաքրքիր է, որ հետագայում իր հուշերի համար, երբ որ նա ներկայացնում էր, թե ինչ ազդեցություն է ունեցել այս շրջանը իր կյանքում, նա նշում է մի կարևոր փաստ ևս, որ իր մանկության բացթողումն էր համարում, որ նա փաստորեն կրթական գործին մեծ կարևորություն ժամանակին չի տվել եւ այստեղ այդ բացը փորձել է լրացնել եւ հայ ազատագրական շարժման մեկ այլ երևելի գործչի իշխանի, այսինքն Հովսեփ Արգուտյանի կնոջ միջոցով նրա շնորհիվ նա գրագիտություն է ձեռք բերում, այսինքն գրել կարդալ է սովորում եւ ստացվում է, որ այդ ժամանակ բացի իր ազատագրական գործունեությունը ծավալելուց նա նաեւ լրացուցիչ աշխատանք է կատարել իր կրթական բացը լրացնելու հարցում։ Դերիկի վանքում փաստորեն նա առանցքային դեր է ստանձնում զինատար խմբերի տեղափոխման հարցում եւ զենք զինամթերքը, որ այդ ժամանակ հայ-հեղափոխական դաշնակցության միջոցով հավաքվում էր եւ փաստորեն եկեղեցական ենթակառուցվածքի միջոցով հայոց եկեղեցու այս կարևոր հանգույցի միջոցով, այս կարևոր կենտրոնի միջոցով այստեղ հավաքվում էր Պարսկաստանի տարածքում, այդտեղից տեղափոխվում էր Վանի նահանգ։ Այսինքն այդ ժամանակվա Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության սահմանային գոտին էր դա եւ Վանի նահանգն էր սահմանակից գոտին, այստեղից տեղափոխում էին զենք զինամթերք հենց Վանի նահանգի տարածք։
Այստեղ նա փաստորեն անմիջապես աշխատում է Ռոստոմի հետ եւ հենց նրա հոգացությամբ եւ ուղղորդմամբ է տեղափոխվում այնտեղ եւ նրան մեծապես աջակցում է եւ մյուս բոլոր այդ ժամանակաշրջանի գործիչներին, ովքեր Դերիկի վանքի միջոցով զինատար խմբեր էին տեղափոխում դեպի Արևմտյան Հայաստան, այստեղ նա աշխատում է մի հետարքիր անձնավորության հետ, խոսքը Բագրատ Վարդապետ Թավաքալյանի մասին է։ Այս անձնավորությունը մի յուրահատուկ կերպար էր, նա ծնունդով Դերբենդից էր եւ Դերբենդի ծնունդ լինելով իր ուսումը ստացել էր Թիֆլիսի սեմինարիայում եւ Թիֆլիսյան իր գործունեության տարիներին նա ծանոթացել էր նույնպիսի նշանավոր դեմքերի հետ, ինչպիսին էին Ռաֆին եւ Գրիգոր Արծունին։ Իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք, որ այս երկու անձինք իրենց ժամանակաշրջանի հայ ազգագրական շարժման գլխավոր գաղափարախոսներից էին։ Ունեին որոշակի տարբեր պատկերացումներ, բայց ամենակարևորը երկուսի համար Հայաստանի, մասնավորապես Արևմտյան Հայաստանի ապագան կապված չէր Օսմանյան կայսրության կազմում լինելու գաղափարի հետ։ Եվ այս միջավայրում, այս ծանոթությունների պայմաններում այս անձնավորությունը իր գործունեությունն է սկսում եւ հետարքիր է, որ ժամանակի հետ որոշում է դառնալ հոգևորական եւ 1889 թվականին Ալաշկերտի Սուրբ Հովանես վանքում նա վարդապետական գավազան է ստանում եւ իր գործունեությունը արդեն ծավալում է իբրև հայոց եկեղեցու վարդապետ։ Այս անձնավորության գործունեության ամենաառանցքային եւ ամենահետարքիր շրջանը իհարկե Դերիկի վանքի գործունեության ժամանակահատվածն է։ Նա տեղափոխվում է վանք, որ այդ ժամանակ ավերակ վիճակում էր, կիսավեր վիճակում եւ որոշում է տեղի Սուրբ Աստվածածնի վանքը Սալմաս գավառի Դերիկի Սուրբ Աստվածածին վանքը վերաշինել եւ այն դարձնել հայ ազգագրական շարժման կարևոր կենտրոն։ Մոտ լինելով պարսկա-թուրքական սահմանին, մասնավորապես Սալմաստի գավառի եւ այդ ժամանակ Վանի նահանգի Օսմանյան կայսրության կազմում գտնող Վանի նահանգի հետ սահմանին մոտ լինելով, փաստորեն շատ հարմար էր այս տեղանքը եւ նա սկսում է ջերմորեն աջակցել այդ ժամանակ հայեղափոխական դաշնակցության կողմից նախաձեռնված զինատար խմբերի այդ քաղաքականությանը։ Անմիջապես ինքն էր հենց ստացվում է ուղղորդում, համակարգում եւ շատ դեպքերում թաքցնում այս գործունեության ուղղությունները եւ իհարկե հավաքված զենք զինամթերքը։ Եվ տեսնում ենք, որ այս շրջանում հատկապես նրա եւ Նիկոլ Դումանի ու Սևքարեցի Սաքոյի միջև սերտ համագործակցություն է, նրանց գործունեությանը նա մեծապես նպաստում է եւ ահա հենց այդ տրամաբանությամբ էլ տեսնում ենք, որ Սևքարեցի Սաքոյի այս շրջանի գործունեությունը հաջողություն է ունենում։ Այսինքն առանց հոգևոր դասի աջակցության այդ ժամանակ դժվար էր պատկերացնել, որ արևելահայ եղբայրները կարողանային ռուսական կայսրության տարածքից մտնեն Պարսկաստանի տարածք եւ այնտեղից Օսմանյան կայսրության տարածք արևմտահայ եղբայրներին իրենց օգնության հասնեն։ Սևքարեցի Սաքոյի գործունեության հետագա ընթացքում կան շատ հետարքիր դրվագներ, բայց իհարկե առանձնահատուկ պետք է նշել նրա մասնակցությունը Խանասորի արշավանքին։ Սա յուրահատուկ վրիժառոյական գործողություն էր, որ նախաձեռնել էր Նիկոլ Դումանը եւ մասնակից եղան նշանավոր հայդուկապետներ։ Բանն այն է, որ 1896 թվականին Վանի ինքնապաշտպանության ժամանակ, երբ Համիդյան ջարդերի ընթացքում վանեցիները դիմել էին ինքնապաշտպանության, ընդ որում բացառիկ ինքնապաշտպանության, երբ այդ ժամանակաշրջանի հայ քաղաքական 3 կուսակցությունները միավորվել էին եւ համատեղ պաշտպանել էին հայոց հինավուրց մայրաքաղաքը, այդ ինքնապաշտպանությունը ավարտվեց հետեւյալ կերպ. հայկական ուժերը բավական համար դիմադրում էին, սակայն նրանց հորդորվեց, որպեսզի դուրս գան քաղաքից, իբրև թե դրանով քաղաքի հայ բնակչության անվտանգությունը երաշխավորված կլիներ։ Եվ միջնորդ եվրոպական հյուպատոսությունների կարծիքներին հետևելով, մասնավորապես անգլիական հյուպատոսի հորդորներին, որ վստահաբար կարող են դուրս գալ եւ որևէ բան չի լինի քաղաքի խաղաղ բնակչության հետ եւ նրանց հետ, նրանք մտածեցին, որ իսկապես չվտանգեն վանեցիներին եւ դուրս գան պաշտպանները քաղաքից եւ հեռանան Պարսկաստանի սահման։ Եվ այստեղ տեղի ունեցավ մեծ ողբերգություն, սահմանին չհասած,
նրանց թուրքական ստորաբաժանումները քրդական մազրիկ ցեղի մասնակցությամբ շրջապատում եւ մեծ մասին ոչնչացնում են եւ զոհվում են այստեղ այդ ժամանակվա հայոց ազգային 3 կուսակցությունների, արմենականների, հնչակյանների եւ դաշնակցության այն լիդերները հիմնական, ովքեր որ առաջնորդում էին հայոց ինքնապաշտպանությունը։ Հայ քաղաքական վերնախավերի շրջանում մեծ էր ցանկությունը վրեժ լուծելու այս սոսկալի սպանդի համար։ Եվ իհարկե այդ վրեժը չուշացավ 1 տարի անց 1897 թվականի հուլիսի վերջին կազմակերպվեց արշավանք դեպի Խանասորի դաշտ եւ Նիկոլ Դումանի գլխավորությամբ հայ հայդուկապետները բաժանված մի քանի տարբեր ստորաբաժանումների անցան վրիժառոյական գործողությունների։ Այստեղ առանցքային դերակատարներ էին, օրինակ Վարդանը, Սարգիս Մեհրաբյան, որ ստացավ հենց Խանասորի Վարդան անունը իր այստեղի սխրանքների շնորհիվ, մի կարևոր առանցքային դեմք նա, մեկ այլ կարևոր առանցքային դեմք իհարկե այստեղ Հովսեփ Արղուցյանն է, իշխանը, եւ բնականաբար այստեղ հեծյալ խմբի հրամանատար իբրև աչքի են կնում նաեւ Սև Քարեցի Սաքոն։ Եվ այստեղ մազրիկ ցեղի կռվող տղամարդկանցից վրեժ են լուծում նրանց այն խմբին, ովքեր որ հայ այդ ինքնապաշտպանական ուժերի ոչնչացման անմիջապես մասնակից էին եղել, անմիջական մասնակիցներ, նրանց ուղակի ջախջախում ոչնչացնում են եւ բնականաբար ձեռք չեն տալիս կանանց եւ երեխաներին։ Այստեղ իհարկե նաեւ հայդուկներից են կորուստներ լինում, 25 հայդուկ զոհվում է եւ որպեսի հետագայում բախումներն ավելի մեծ ծավալներ չստանան եւ քրդական մյուս ցեղերը չմիանան գործողություններին, որոշում են մասնակիցները, ղեկավարները այս արշավանքի անցնեն նորից Պարսկաստանի սահման։ Սև Քարեցի Սաքոյի այս սխրալից մասնակցությունը վրիժառոյական այս գործողությանը բնականաբար նրա դերակատարությունը հատկապես հայ-հեղափոխական դաշնակցության շարքերում մեծացնում է։ Հայաստագրական շարժման մեջ նա ձեռք է բերում ավելի մեծ վստահություն եւ դերակատարություն եւ պատահական չէ, որ նա հրավիրում է մասնակցելու 1898 թվականին դաշնակցության ընդհանուր երկրորդ ժողովին եւ այստեղ որոշում է կայացվում, որ նա պետք է նորից գործուղվի երկիր, այսինքն Արևմտյան Հայաստան եւ Մուշի ուղղությամբ նա պետք է այստեղ որոշակի դերակատարություն ունենար համընդհանուր ապստամբության նախապատրաստման աշխատանքներում, բայց դեպքերը փոքրինչ այլ կերպ են դասավորվում։ Երբ նա ուղարկվում է Կարսի մարզի տարածքից ռուսական կայսրության սահմանից ուղարկվում է դեպի Արևմտյան Հայաստան, նա Մուշի գյուղերից մեկում ձերբակալվում է։ Եվ որքան էլ նա փորձում էր այստեղ համոզել նրան ձերբակալած Օսմանյան ոստիկանությանը, թուրքական ոստիկանությանը, թե պարզապես եկել է Մշո Սուրբ Կարապետ վանքի իբրև ուխտավոր եւ իր հետ գնացած մարդիկ եւս ուխտավորներ են, այնուամենայնիվ թուրքական ոստիկանությունը այդպես էլ չհամոզվեց այս տեսակետի հարցում եւ այստեղ մեջտեղ բերվեց հետեւյալ փաստարկը, որ նա նամակագրական կապի մեջ է եղել օրինակ աղբյուր Սերոփի հետ եւ իհարկե նրա կապերը տարբեր հայդուկային շարժման տարբեր գործիչների հետ ինքնին փաստ էր եւ ոչ միայն աղբյուր Սերոփի հետ կապերն էր այստեղ մեջբերվում, այլև խոսում էր Գուրգենի հետ նրա նամակագրության մասին եւ այստեղ իհարկե մեջտեղ էին գալիս նաև նրա կապերը հրայրի, ճարտարի եւ ուրիշ նշանավոր հայդուկային գործիչների, հայդուկապետների հետ, բնականաբար նման իրավիճակում նա անխուսափելիորեն պետք է կալանավորվեր։ Նախ նա դատապարտվում է 101 տարվա բանտարկության եւ երբ նրան տեղափոխում են Էրզրում, որը Արևմտյան Հայաստանում նա մեծ քաղաքն էր եւ Արևմտյան Հայաստանի կարևորությունից զատ, Արևմտյան Հայաստանի տեսանկյունից կարևորությունից զատ, դա նաև Օսմանյան վարչախմբի գլխավոր նստավարն էր Արևմտյան Հայաստանում, մասնավորապես նրանց արևելյան բանակի հրամանատարի Սերասկյարի նստավարն էր։ Այստեղ որոշում է կայացում նրան մահվան դատապարտել։ Այստեղ միջամտում է ռուսական կայսրության հյուպատոսությունը եւ նրանց հստակ թուրքական իշխանություններին ուղղվում է ուղերձ, որ գործ ունեն ռուսական կայսրության քաղաքացու հետ եւ պետք է անմիջապես նրան փոխանցեն ռուսական արդարադատությանը։ Եվ հաջողվում է նրան
ստանալ թուրքական իշխանություններից եւ ռուսական կայսրության սահմաններ վերադարձնել։ Վերադառնալով ռուսական կայսրության սահմաններ, պարզվում է, որ ռուսական իշխանությունները մտադրություն չունեն նրան բանտարկության մեջ պահելու եւ նա շուտով ազատ է արձակվում։ Այս ազատ արձակումը չափազանց մեծ կարևորություն ունեցավ Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի բնակիչների համար, քանի որ երբ որ ռուսական առաջին հեղափոխության ժամանակ սկսվեցին թուրք-թաթարական գրոհները հայերի վրա, մասնավորապես հայ-թաթարական բախումների մասին է խոսքը, ժամանակակից ադրբեջանցիների հետ առաջին բախումները, երբ նրանք հարձակվեցին հայերի վրա նրանց ունեցվածքը խլելու նախ եւ առաջ այդ մտորումով, այս ժամանակ Տավուշի տեղանքի հայերի ինքնապաշտպանության կազմակերպումը հենց նա է նախաձեռնում։ Փաստորեն այն փորձը, որ ձեռք էր բերվել Արևմտյան Հայաստանում ազատագրական պայքար մղելու հարցում, նա կիրառում է արևելահայերի համար եւ շատ արագ ինքնակազմակերպում է այստեղի Ղազախ Շամշադինի ուղղությամբ հայերի ինքնապաշտպանությունը։ Շատ արագ հաջողությամբ այս ինքնապաշտպանությունը ապահովում է հայերի անձի եւ գույքի անվտանգությունը եւ բնականաբար զերծ է պահում հայերին, այստեղի հայերին թաթարական ջարդարարություններից։ Հետագայում նրա գործունեության եւս մեկ ուղղություն է մատնանշվում, մասնավորապես Դաշնակցության 4-րդ ընդհանուր ժողովում, որտեղ որոշում է կայացվում, որ պետք է աջակցել Իրանում սկսված ապստամբական շարժմանը, որ հեղափոխության էր վերածվել, այսինքն իրանական հեղափոխությանը պետք է մասնակցեին եւ փորձեին օգնել դրան, եւ որոշում է, որ նա պետք է մեկնի Իրան։ Սակայն ճանապարհին 1907 թվականի վերջին նա խոլերայով է հիվանդանում եւ այս հիվանդությունից նրան չեն կարողանում բուժել եւ 1908 թվականին նա վախճանվում է։ Սևքարեցի Սաքոն իր կարճատև գործունեությամբ այնուամենայնիվ բավական մեծ հետք է թողել հայաստագրական շարժման պատմության մեջ։ Նա այն բացառիկ օրինակներից է, երբ արևելահայ անձնավորությունը ավելի ապահով պայմաններից որոշում է ձեռք մեկնել արևմտահայ եղբայրներին եւ մասնակից դառնալ նրանց ազգային ազատագրական պայքարին։ Այս օրինակ գործիչների սխրալից օրինակները բնականաբար ոգևորել են հաջորդ սերունդներին եւ նրանք լծվել են այս գործին համահայկական գաղափարների իրականացմանը, հայրենիքի ընդհանուր ազատագրությանը հենց նման օրինակ ունենալով։ Նման բացառիկ օրինակ մենք հետագայում տեսնում ենք Սարդարապատի դաշտում, երբ մեկտեղված են հայության տարբեր սեգմենտներ, արևելահայերը, սկսած արցախցիներից, ովքեր առաջին գրոհն են իրականացնում ճակատային գրոհը, մինչև արևելահայության տարբեր սեգմենտներ, ովքեր որ օրինակ զորակոչով համալրել էին բանակը սկզբից ռուսական կայսրության, այնուհետև մնացել էին իբրև հայկական բանակի կորիզ։ Նրանց կողքին արևմտահայության տարբեր սեգմենտներ, սասունցիներից սկսած մինչև մյուս բոլոր տարբեր հատվածների ներկայացուցիչներ, վանեցիներ, երզնկացիներ եւ այլն, եւ իհարկե նույնիսկ կիլիկահայեր, զեյթունցիների օրինակով։ Եվ այսպիսի օրինակի մենք նախերգանք տեսնում ենք այնպիսի մարդկանց կերպարով, արևելահայեր օրինակ արևմտահայության համար պայքարում, ինչպիսիք են նույն Սևքարեցի Սաքոն, Նիկոլ Դումանը եւ շատ ուրիշներ։ Սևքարեցի Սաքոյի կերպարը հետաքրքիր է, որ ներշնչել է նաեւ հայ գրողներին, մասնավորապես պետք է նշել, որ հայ ազատագրական շարժման գաղափարախոսներից, ազատության երգիչներից մեկը Ավետիք Իսահակյանը, որ նույնպես Դաշնակցության անդամ է եղել եւ հայ ազատագրական շարժման նշանավոր դեմքերից է, մի բանաստեղծություն է նվիրել Սևքարեցի Սաքոյին։ Նա նաեւ 1989 թվականին հրատարակված մի պատմավեպի հերոս է, որի հեղինակն է Իգնատ Մամյանը։ Այսպիսով նրա գործունեությունը նաեւ իր գնահատականն է ստացել նաեւ հայ գեղարվեստական մտքի կողմից։ Եվ այսպիսով Սևքարեցի Սաքոյին նվիրված մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Հանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։